պիտի դիմանաս, որ նորմալ մշակ եմ։ Դու ինձ կներես, որ ես վիճակով դիմացդ նստած եմ հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բայելով պիտի անեմ։ Պապ, ոնց ես, ուր էիր, ինչ էր եղել, հələ մանրամասն պատմի հասկանամ։ Դու ասա, ուր էիր, ինչ ա եղել։ Դի հիմա կարևոր չի։ Կարևոր ա։ Հենրի հետ եմ կռիվ արել։ Զավենի չէ հյուրասենյակում, Հա։ Պաստորեն պիտի տղունել հոր հետ թաղեմ։ Չէի ուզում, բայց ուրիշ տարբերակ չի մնում։ Ոնց հասես տենց կանենք, պապ։ Պապ կնայես։ Զավենի չուզում որ ստեղից գնանք, Մոսկվա։ Բայց ես համաձայն չեմ, ես կռիվ ունեմ ու մինչև վերջ գնալու եմ։ Կանգ չեմ առնելու։ Ես շատ եմ վախենում ես ամենից։ Գնա հյուրասենյակ հեսա կգանք։ Մերին պիտի ես ամեն ինչի միջով չանցներ։ Եղած նեղացա, պապ։ Ձեր ենք տալու միջև վերջ գնանք առաջ։ Ջան, Տղես, ինչ կա, ոնց ես։ Մի քիչ ցավեր ունեմ, բայց լավ եմ, մամ ջան, դու ասա։ Դեղերդ խմել ես։ Հա, անպայման։ Իսկ պապատ տանն է։ Ճիշտն ասած, ես որ դուրս եկա, տանն էր, բայց հիմա չգիտեմ, ինչ ա եղել։ Լավ էլի, Հենրի, մի ձևացրու հա իբր ոչ մի բան չի եղել։ Ինչ ա եղել, ուր ա տարել սոսին։ Չգիտեմ։ Գիտես։ Մամ, կարևորը պապան տանն է։ Տղես, այս պահին կարևորը այն է, որ անդառնալի հետևանքներ չլինեն։ Չեն լինի մի անհանգստացի։ Մամ ջան, բայց հիմա քշում եմ։ Մի քիչ սպասի ու շոտ կզանգեմ։ Ինչի ուր ես գնում։ Խանութ։ Չգիտեի, որ կողքի խանութ մեքենայով ես գնում։ Մամ ջան, ցավը տանեմ, սպասի, էլի կզանգեմ, ասեցի։ Հենրի, դուք չեք հասկանում, որ ես անհանգիստ եմ։ Ուր ես գնում, ինչ ա եղել։ Մամ ջան, ոչ մի բան չի եղել, հանգիստ եղի, ամեն ինչ նորմալ է, բայց որ հանգարց չթողնես քշեմ, հաստատ մի բան կլինի։ Սպասի, հեսա հասնեմ տեղ կզանգեմ քեզ։ Դե նայի չեմ քնում, քո զանգին եմ սպասում։ Հա, մամ, հասկացա, վայ։ Զգուշ կլինես, վերքդ չմրսացնես։ Ոնց ասես։ Հա, էլի մեր ու աղջիկ կերակ իրար։ Ես սենց պնդաճակատ աղջիկ չեմ տեսել։ Էն բեցի ասածների տակ մնացել, պատե իրան տալիս։ Դե ասա հանգստացի էլի, բանի տեղ մի դիր։ Մնում էր բետի, պաճառով վատանար։ Ոնց բամոտ չի, վերցրել զանգելա ու ինչ հասես ասելա, առանց հերթ տալու։ Ում զանգեց, բետի։ Չէ, Հենրին։ Լավ, հետ երեխին ինձ պիտի հունից հանի, հա։ Չի հասկանում, որ ասեմ, դրանց հետ գործ չունենաս, անպայման պիտի կատաղեմ, նեղացեմ, որ հասկան, հա։ Լավ հանգստացի, էլ չի զանգի։ Թե հեռախոսը պիտի ձեռքից վերցնեմ, տանդուրնել վրեն փակեմ։ Հասկացանք, էլի։ Էս ինչ ձևեր է։ Լավ ավակ, մի ջղայնացի։ Ոնց չջղայնանամ, ինչ ասեմ, պիտի հակառակ անի, չհասկացա։ Էլ չի անի, վերջ։ Հա, ո՞նց է։ Կարող ես թե խմես։ Չեմ ուզում։ Ես չեմ հասկանում, հերո աղջիկին ձեռ է կառնում։ Անգելինան էլ ասեց, սարքի թե տարա, ասում է չեմ ուզում, դու ասում ես չեմ ուզում, դե մի խմեք։
Հասկաց, ինչ որ մեկ է, թե պիտի խմի, հա, պայման։ Դե դե չէիք ուզում, հերո աղջիկ, կգնայի ամաններս կլվանայի, կգնայի կպարկեի կքնեի, ոչ թե կնստեի ներվերս կքայքայի։ Սա խմի։ Զավեն ինչ եկավ, նստեց հյուրասենյակում ու ոչինչ չհյուրասիրեցինք։ Պապ, ինչ հյուրասիրության ժամանակն էր։ Իրականում ձեզ որ այս վիճակով տեսա, մի քիչ խառնվեցի իրար դրա համար, բան չեմ հյուրասիրել։ Մի մտածի ինչ արել ես ճիշտ ես արել, ես պետք է քեզ ուշեի։ Ամել մեզ տենց դիմավորեցիր, հիմա կմտածես ես ինչ ընտանիք եմ ընկել, չէ։ Չէ, սա իմ ընտանիքն է։ Ու ես մի գրամ չեմ փոշմանում, որ այստեղ եմ։ Զավենիչը ասում է, որ պիտի գնանք երկրից։ Բայց այդ հարցի լուծում, հա։ Միքայելի պահանջն է եղել։ Ու ինչ, Զավենիչը համաձայնել է։ Ուրիշ տարբերակ չի ունեցել, թե չէ տեղս չէին ասի։ Զավենիչը մտածում է, ճիշտ կլինի գնանք երկրից ու ժեղանամ, հետո հետ վերադառնամ ու վրեժ լուծեմ։ Պապ, կանենք նենց ոնց որ դու որոշես։ Բայց դու իմացի, որ ես քո ուժն եմ ու միշտ թիկունքումդ կանգնած եմ։ Ես չեմ էլ կասկածում տղես։ Հիմա մտածում եմ, որ տատին ու մաման իսկապես ճիշտ էին։ Մենք պետք է չգայինք Հայաստան։ Ախր շատ կիսատ մնացած հարցեր կային, ներսս տանջում էր։ Հա, բայց դե Ամենակարևորը գիտես որն է, որ քրոջդ պետք է գտնեմ։ եթե ողջը հաստատ կգտնենք։ Մի գրամ չկասկածես։ Ուղղակի պետք է ուսուսի տալով այս կռիվը հաղթահարենք ու առաջ գնանք։ Պապ, ինչ ուզում է լինի։ Ուզում է աշխարհը քո դեմ դուրս գա։ Իմացի, որ քո տղեն միշտ քո կողքն է։ Չմտածես։ Որտեղ ես կողքիս այլ ինչ ունեմ մտածելու։ Պապ, կներես տղես, ես չէի ուզում, որ նորաստեղծ ընտանիքդ անցներ ես ամեն ինչի միջով։ իմ ընտանիքը դու ես ստեղծել տարիներ առաջ։ Իսկ ես ուղղակի համալրում եմ այն։ Չէ, դուք առանձին ընտանիք եք, առանձին միավոր, ու դուք պիտի երջանիկ լինեք։ Ձեզ չպիտի հետաքրքրի ինչա կատարվում ձեր շուրջը, պիտի ապրեք ձեր կյանքը։ Բայց ցավոք եղավ այն ինչ որ եղավ։ Ոչ թե մեր իմ վերքերս մշակեր, դու էլ ես վիճակում լինեիր։ Վերջ, արել չխոսանք սա մասին։ Դու պարկի հանգստացի, թող լույսն էլ բացվի, հասկանանք ինչ ենք անում։ Բարև, ձեզավակ։ Մերն եմ, թե չգիտեի, որ գալու ես։ Կարելի է։ Չէ, չի կարելի։ Սենց լավ չի։ Գիշերվա 3-ին կգայիր։ Սենց ավելի ազդեցիկ կլիներ, ես էլ ավելի կկատաղեի։ Ես Անգելի հետ պետք է խոսամ։ Իսկ ես չեմ ուզում, որ դուք խոսեք։ Կլինի։ Չէ։ Հարցեր կան, որ պետք է իրար առաջ նստենք ու քննարկենք։ Դուք իրար հետ հարցեր քննարկելու չունեք։ Դուք իրարից հեռու պիտի լինեք։ Դժվար է անցնել։ Շատ։ Չես էլ պատկերացնի ինչքան։ Ես գիտեմ, թե դուք ինչքան եք իրար սիրում։ Այդ երևի տեզերքի յուրաքանչյուր կետից տեսանելի է։
Չմտածես, թե հաճույք եմ ստանում Անգելինայի տանջանքներից։ Սիրտս ցավում է։ Բայց կա մի կետ, ու այդ կետից սկսած պիտի համագերվենք իրավիճակին։ Իսկ եթե իրավիճակի մեջ դուք իրար հետ չեք, ուրեմն Այդ իմ համար չի։ Կներես, որ ընդհատում եմ։ Թող ինչ ուզում են մտածեն իմ մասին։ Թող ասեն, որ ամուսնացել ես, ընտրությանդ տերեղի։ Ես տեր եմ, բայց կարոտում եմ ձյաձյավակ։ Չեմ դիմանում, ինձ ճիշտ հասկացի։ Ու հիմա նենց չի, որ եկել եմ Անգելինային միլիոներորդ անգամ ասեմ, որ սիրում եմ, կարոտում եմ, տանջվում եմ, որ չեմ կարող ապրեմ առանց իրա։ Ուղղակի եկել եմ, որ խոսամ հետը, որ սխալմունքի պատճառով ինքը ինձնից չհիասթափվի։ Այդ ամենավերջը կլինի։ Դե արի ու անսիրտ եղի ավաչան։ Ոնց ես երկուսի աչքերին նայեմ ու չթողեմ, որ խոսեն։ Հատե ջան, ինչ անեմ։ Ոնց քեզ չթողեմ խոսեք։ Ոնց դուրը փակեմ քո առջև։ Թողնես ներս գամ։ Ստեղ խոսանք։ Գնամ։ Չի ասի, չէ՞։ Չեմ կարծում։ Բա որ ասած։ Թե հիմա բավոր ասելով չի։ Ինչի թողեցիր ներս մտնի։ Գայր, կանգներ մեջտեղը, նայեր աղջկատ ու Հենրի աչքերին, չթողեիր, որ խոսեին։ Մենք խոսալու բան չունենք։ Ինչ ուզում էի հեռախոսով արդեն հասել եմ։ Դու հեռախոսով շատ սխալ բաներ էիր խոսում։ Քեզ ոչ ոք չէր խնդրել գնայր Բեդիային կյանքս պատմեիր։ Ես իրան ոչ մի բան չեմ պատմել, Անգել։ Բա ինչի էր ինձ ասում գնա ծնողներիդ գտի հետո նոր Չնայած չեմ էլ ուզում խոսամ այդ թեմայով, որովհետև ավելի եմ ջղայնանում։ Այն ժամանակ, երբ իմացանք, որ ես ու դու քուր ու աղբեր չենք, պարզա, որ երկու բառով ներկայացրել եմ իրավիճակը Բեդին։ Ու նենց չի, որ ինչ-որ գաղտնիք եմ բացահայտել, Անգել։ Դրանից հետո ես երբեք այդ թեման չեմ բացել իր հետ։ Բայց կարծում եմ ինքը այդ հիշելով է եկել ու ինչ-որ հիմարություններ դուրս տվել։ Հենրի, դու ուղղակի չես պատկերացնում ինքի հետ ոնց էր խոսում։ Պատկերացնում եմ, Անգել։ Ու ինքը դրա համար իր հասանելիքը կստանա։ Իսկ ես ուղղակի խնդրում եմ նենց արա, որ ես ու ինքը էլ չհանդիպենք։ Որովհետև ես չեմ ուզում իրան վիրավորեմ։ Չեմ ուզում իր հետ կռիվ անեմ։ Ուղղակի նենց արա չհանդիպենք ու վերջ կլինի։ Իմ ստեղ գալու նպատակը Բեդի մասին խոսելը չի։ Ուզում եմ իմանաս, որ ես երբեք քո ընտանեկան կարգավիճակը քննարկման չեմ դրել։
ու էլի եմ ասում, այդ անիմաստ պատմությունը, որ առաջ եկավ, ուղղակի երկու բառով ներկայացրել եմ ու վերջ։ Ինչի ես ուր ժամին եկար։ Որովհետև ես թույլ չեմ տա ինձնից հիասթափվես։ Իսկ կլինի դրա փոխարեն թույլ չտաս, որ բեցին ինձ վարկա բեկի։ Դրա անունը մի տուր։ Դրա հերինքը քո կինն է, ով քո տանը քեզ է սպասում։ Իսկ ես ու դու իմ սենյակում զրուցում ենք։ Հա, այդ նորմալ է։ Չէ, նորմալ չի, Հենրի։ Հենց սենց իրավիճակներն են ինձ ստիպում, որ ես չկարողանամ բեցին համարժեք պատասխան տամ։ Կարաս ինձ բացատրես ինչ-որ վատ բան ենք անում։ Համենայն դեպս լավ բան էլ չենք անում։ Լավ, ինչ վատ բան կա սենց ուժեղ սիրելու մեջ, այդ երբ բանից սենց ուժեղ սիրելը դարձավ վատ բան անգել։ Նա ես քեզ շատ ուղիղ կասեմ։ Բեցի հետ ես դժբախտ եմ։ Հա, այդ իմ ընտրությունն է, ոչ ոք չի կարա ինձ դրա համար երեսով տա։ Դրանից էլ շատ եմ ներվային անում։ Իմ որոշումն է։ Բայց սխալվել եմ։ Մարդ եմ, չէ, կարամ սխալվեմ, նորմալ երևույթ է, որ մարդը սխալվում է։ Հիմա ինչ, այդ բեռը ամբողջ կյանքում պետք է մեջքից տանեմ, թե ավելի ճիշտ ու մարդկային է սխալները ուղղել։ Երևի չես հասկանում, բայց քո սխալը բեցի ամբողջ կյանքի վրա է հետք թողել։ Ու ինքը չի կարա օրինակ մի օր արթնանա ու որոշի, որ պիտի սխալների ուղում անի։ Էդ էլ եմ հասկանում։ Բա հենց այս կետում ամեն ինչ ավարտվում, Հենրի։ Ու էլ ոչ մի արդարացում չի աշխատում։ Ասածդ ինչ է։ Համակերպվել ես, որ միասին չենք լինելու։ Հա, Խաբում ես, որովհետև ներքևում ընդհանրապես համակերպվածի տեսք չունեիր։ հա կարող է խաբում եմ։ Բայց գոնե տենց չեմ տանջվում։ Գալու է օր ու ես քո բոլոր տանջանքներին վերջ եմ դնելու անգել։ Էդ ես եմ քեզ խոսք տալիս։ Չլուծվող խնդիր չկա։ Կարևորը ցանկություն լինի այդ խնդիրը լուծելու։ Խնդիր։ Խնդիրներ։ Ուզում է հազար հատ խնդիր լինի անգել։ Այդ կապ չունի։ Ես քեզ սիրում եմ։ Շատ եմ սիրում։ Էլի ասեմ, սիրում եմ։ Հասկանում ես։ Ու մենք միասին ենք լինելու։ Եթե չէ, աշխարհն է քանդվելու։ Երրորդ տարբերակ չկա։ Մի կասես, թե մի քիչ էլ սպասեմ, խելքի գաս, ուշքի գաս, նոր կասես։ Ինչ պետք է լինի։ Հենրին գնացել է Անգելինայի մոտ։ Հա, ես չեմ հասկանում, այդտեղ եմ ծնդացա լրիվ։ Բա ինչ արը որ չի ցնդե։ Հենց է ցնդե որ բեցին կանգնե պատմել է որ Անգելինան Աննայի աղջիկն է։ Լուրջ ես ասում։ Բեցինը եկե կանգնել է դիմացս ասում է ես չգիտեմ ինչի եք
Աննայից պահում եք գաղտնիքը, բայց եթե պահում եք, ինչ-որ լուրջ հիմքեր կան։ Հլը պիշկույն նայի, ասա քեզնից էի կարծնել վարա։ Լավ, բայց ես հիմա ինչ եմ անելու։ Ում է ասում է թող ասի, պետք ես բան։ Հայրիկ, Ինչ։ Արի ծորը նստենք, դուզը խոսենք։ Է որ ասես, քեզ ինչ դրանից։ չէ դու հիմա ինձ ձեռ ես առնում։ Հա ինչ։ Չեմ ուզում, որ ոչ մեկ իմանա։ Չեմ ուզում ասեն, երեխուն մորից խլել է, գողացել է, տարել է, ուրիշին ա տվել, չգիտեմ ինչ ա արել։ Ինձ այդ խոսակցությունները պետք չեն։ Է հա մի ասում են թող ասեն, Ինչ ես դու դրանից նեղվում։ Ու փորացավը լրիվ ուրիշ բան է։ Հələ մետ աշկերից մեջ նայ ու ճիշտն ասա ինձ։ Արդեն ասեցի, պապ։ Միքայել ջան, ճիշտ ասա։ Ճիշտ ասեցի։ Արա վախերում ես Աննան քեզանից հավերժ երես թեկի, հա։ Դե վախենում ես, որ կարող է նաև սովսետ միանա։ Ես գնում եմ վերև։ Հենրին գա ձեն կտաս։ Ստոպ, հոպ։ Հետդ խոսում եմ։ Հարց եմ տալիս, մինչև իմի սիրում ես Աննային։ Տանդուրը փակ պահեք։ Չմոռանաք։ Դու իմ հարցին պատասխանի։ Աննային մինչև իմի սիրում ես տենց։ Հա։ Սիրում եմ։ Մեռնելու աստիճան սիրում եմ։ Որ նայում եմ աչքերի մեջ, ուզում եմ նենց գրկեմ, որ էլ չկարողանա ինձնից պոկվել։ Այդքան սիրում եմ։ Այնքան եմ սիրում, որ հղի վիճակում տուն եմ բերել։ Ու նենց բաներ եմ արել, որ հիմա գիշերները քունս չի տանում։ Հա, սիրում եմ, պապ։ Սիրում եմ։ Ու հիմա ինչքան ինձնից հեռու է, այդքան ավելի շատ եմ սիրում։ Բայց որ սոսի անունը Բերանից լսում եմ, ուզում եմ քիչ ամնում, ուզում եմ երկրագունդը այնքան սխմեմ, որ սես տնակի այդ երկրագունդը, որ մի հատ շունչ չմնա, այդքան սիրում եմ։ Հայրիկ։ Յան։ Տղաջան սերն ու պրինցիպը խառնել ես իրար, սարքել ես բոմբ ու դրել ես տակըտ։ Դե հա, տենց հա։ Ես գիտես ինչի վրա եմ զարմանում, որ հերուտաղը մտածելու կարողություն չունեք։ Հա լավ, չունենք, հետո ինչ։ Հայստեն ասել էլի, պետողը ծառից հերու չի ինում։ Արա խելք եկեք, հերուտաղը մի խելք եք էլի, ով ուզենա ձեզ մատի վրա սենց կպատատի ու կպարացնի։ Տղեն սիրո հորմոց ալստեն այդ ոնց կլնի, երկրագունդա կիսում, օթա բռնում։ Հրա ինքնասիրություն ունեցի մի քիչ, ինքնասիրություն։ Ոնց կասել են, մեծ պոետը հելնեմ կանգնեմ մասիկ գագատին, թքեմ ես ձեր անինքնասեր ճակատին։ Կարաս տենց բաներ չասես։ Արա քո համար եմ ասում, գոնե տարիքիցդ ամաչի, հելը վաղը մյուս օր թոր ես ունենալու։ Լաննա ես խաղացնում, սեր ես խաղացնում, երկրագունդ ես կիսում։ Հլմյատել էլի բռնի, հոտ բռնի։ Լավ եմ անում։ Այդ երբանից եմ մեկին ուժեղ սիրելը դարել վատ բան։ Հա, սեր ու պրինցիպ խառնել եմ իրար, բոմբ եմ սարքել, դրել եմ տակս։ Բայց այ մի օր որ պայթեմ, շուրջս ոչ մեկ չի մնալու, ոչ հարազատ, ոչ բարեկան, ոչ էլ թշնամի։ Այ այդ օրը իմ իրական կերպարի հետ կծանոթանաք։ Լեզուս էլ որ կտրվի, մեկը գոռալու եմ, որ Աննան կամած գոռա, ակաշներից խլացավ։ Մլսիտ ես վերջացրիր, չկա էլ գոռալու բան, ուշադիր լսի։ Եթե Հենրին եկավ ու ասեց, որ ինքը Անգելինային բան չի ասել, այստեղ են գնալու է ասի, այդքան բան։ Աշկերիտ մի չռի վրես։ Հա, գնալու եմ ու ասեմ։ Կներեք, որ
ես ուժ ժամին անհանգստացրի։ Բարի գիշեր։ Հենրի, իրոք։ Ես չգիտեմ ինչի մասին եք դուք վերևում խոսել, բայց հույս ունեմ, որ Անգլիան հարցեր չի տվել այն թեմայի շուրջ։ Ինչի մասին է խոսքը։ Դու շատ լավ հասկանում ես ինչի մասին է խոսքը։ Մի ստեպի որ նորից այդ թեմայի շուրջ ես խոսեմ, բայց խնդրում եմ, երբեք Անգլիան չպետք է իմանա, խնդրում եմ, երբեք չասես։ Իմ գլխում էլ ամեն ինչ խառնված է։ Չգիտեմ ինչ անեմ, ոնց ինձ պահեմ։ Հասկանում եք ինչ ընտրության առաջ եմ ես։ Ես ուղղակի մի բան գիտեմ, որ առանց Անգլիայի ես չեմ կարող ապրել։ Խնդրում եմ, աղաչում եմ, երբեք չփորձես բացահայտել այդ գաղտնիքը։ Պապ, ոչ մի արտասովոր բան չենք խոսել, ուղղակի ասում են, որ չի ուզում հիասթափվեմ իրանից Բեցիի սխալի պատճառով։ Այդքան բան։ Դե հիմնականում հայետ ենք խոսում։ Հասկացա։ Ես թույլ տվեցի, որ խոսեք, որովհետև հասկանում էի, որ այդ հարցը քեզ շատ է տանջում։ Վերջ, հուսով եմ այդքանով կսահմանափակվես ու ավելորդ քայլեր չես անի։ Չեմ անի, պապ ջան, սխալ քայլեր, դու հանգիստ եղի։ Հանգիստ չեմ կարող լինեմ, բայց ամենայն դեպս ուզում եմ հավատամ քեզ։ Պապ։ Ինչ։ Ասում եմ էլի, դեռ ուզում եմ հավատամ քեզ, որ խելքը գլուխդ հավաքած կպահես։ Դե հիմա պարկի հանգիստ քնի։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Մտեք։ Կարելի է։ Եկեք հա։ Հենրին ուր է բա։ Ես տեղյակ չեմ, բայց կարծում եմ Անգելինայի հետ է։ Թեժ խոսակցություններ ունեն հաստատ։
Բեցի ջան, նեն չի, որ դու այդ տեքստն ասելով Հենրին ես կպնում։ Դու քեզ էլ ես վատ վիճակի մեջ դնում։ Ես արդեն վատ վիճակի մեջ եմ։ Դե քանի գնում ավելի է վատանում վիճակը, ավելի է բարդանում։ Չի կարելի տենց։ Ես չգիտեմ Միկոին ինչ ես ասել, որ ինձ թողեց հելավ գնաց տնից։ Ես չգիտեմ ուր գնաց։ Նայ այ բալամի, ես քեզ մի բան ասեմ, լսի դու հասկացի։ Սա տուն է, ընտանիք է։ Ընտանիքում ամեն ինչ լինում է։ Վեճ է լինում, վիճաբանություն է լինում, իրար չեն հասկանում, իրար հետ կռվում են։ Իսկ տան փոքր աղջիկը, որ մի քիչ լեզվանի, պետք է լեզուն հավաքի, հանգիստ նստի, լուռ մնա, էլի։ Ինձ թվում է հասկացամ, չէ՞ իրար ինչ եմ ասում ես քեզ։ Բայց ես Արի կլինի դու քնի։ Կքնես կարթնանաս, ինձ թվում է մենք իրար հասկացանք։ Ես ինչ ասեցի քեզ, չէ՞։ բարի գիշեր։ Բարի գիշեր և քաղցր կուն։ Բաբ։ Ինչ ա եղել Արամ։ Պապան չկա։ Տղես։ Գնել ես ուր ժամի գալուս համար, բայց կարևոր բան ունեմ հետդ խոսելու։ Իսկ ես քեզ թույլ չտվեցի, որ ներս գաս։ Ինչ ա եղել, երեխու հետ ա կապված։ Մինչև ներս չգամ չեմ խոսի։ Իսկ դու ժամին նայել ես, որ իմ տուն ես եկել։ Իսկ դու չես հիշում, որ ես դուռը բացելուց մտնելուց ասեցի կներես ուր ժամի գալու համար։ Կարևոր բան ունեմ ասելու, դրա համար էլ գիշերվա կեսին եկել եմ։ Ինչ ա եղել ասա։ Իրերը թավաքի։ Այսինքն Գնում ենք։ Սուս ինչ ես խոսում։ Միքայելի իմ առաջ պայմանը դրել լքել երկիրը, իսկ ես առանց քեզ ոչ մի տեղ չեմ գնում։ Նորմալ կբացատրես հասկանամ ինչ ա կատարվում։ Ճանապարհին կբացատրեմ։ Ես քո հետ ոչ մի տեղ չեմ գա։ Ինչի՞։ Որովհետև ես քո ու Միքայելի խաղալիքը չեմ։ Եթե ես պիտի լքեմ երկիրը, բացառապես քեզ հետ։ Սոսի, ես քեզ խնդրում եմ, գնա հա իմ տնից։ Ուզում ես մարդասպանություն լինի։ Ես ոչ մի բան չեմ ուզում։ Միքայելը քո առաջ պայմանա դրել, դու էլ որոշել ես ինձ օգտագործել։ Այդ է իմ դերը ձեր կյանքում։ Մտածում էի փոխվել ես, բայց չէ։ Գնա։ Մենակ անկեղծ ասա։ Դու ինձ սիրում ես, թե չէ։
Չէ։ Չեմ սիրում քեզ։ Ճիշտն ասա։ Սոս ես հիմա չեմ հասկանում դու քո ես պահվածքով ինչի ես ուզում հասնես։ Ուզում եմ, որ հետս անկեղծ լինես։ Ուզում եմ հիշես մեզ ժամանակ առաջ։ Իսկ ես ուզում եմ, որ դու գնաս։ Կգնամ միայն քեզ հետ։ Իրերդ հավաքի միասին գնում ենք։